Փաշոյան, խնդրեմ։ Պարոն Փաշոյան, մի րոպե։ Չեղավ։ Պարոն Փաշոյան։ Պարոն Սուրենյան։ Ծնողազուրկ եմ։ Զայնը տալիս ենք պարոն Փաշոյանին։ Պարոն Փաշոյան, խնդրեմ։ Ես Հովսեփին եմ ուզում արձագանքել, սիրելի Հովսեփ, մեր խնդիրը, մեր պարտության ամենամեծ պատճառը միգուցե այն է, որ պարոն Միրզոյանը, նրա ընկերները ի սկզբանե հենց այդպես էլ մտածել են։ Ես մի հատ բառ ունեմ հորինած, չեմ ուզում ինչ-որ մեկին անձնապես թիրախավորել։ Դուք իմ մոտ աշխատել եք որպես մամուլի խոսնակ, ու դուք ասեմ ձեզ, իմ ամենամեծ հիասթափություններից եք։ Ամիս ու կես հետո հասկացա եւ ընդհանրապես ամիս ու կես պաշտպանեցրեց, որ ես ձեզ աշխատանքից Իմ կյանքի ամենամեծ հիասթափություններից մեկն եք։ Ես որոշել եմ ձեզ չբարել։ Շատ լավ է, որ դա բարձեցիք։ Չեք արձագանքում, որ Արցախում շարժանները կործանում են։ Երկուսի միկրոֆոնն էլ անջատեք, պարոն Փաշոյան, ձեր տեղից դուրս եկեք։ Ես չենք քննարկում ձեր անձնական հարցերը։ Շնորհակալություն։ Վերջ, հիմա Տիկին Վարդանյանն է։ Շատ լավ, Տիկին Վարդանյանն է հիմա խոսում։ Սիրելի հայրենակիցներ։ Սիրելի հայրենակիցներ։ ԿՊ-ն մեկն ճիշտ բաներ ասում է, ճիշտ է ասում, որ անդունդի եզրին ենք, անդունդին ենք, բայց անդունդի մեջ գծողը ձեզ անդունդից չի կարա հանի։ Այն ով պատճառը դարձել ձեր վերքերը չի կարա բուժի։ Երեք պատերազմ բերողը խաղաղություն չի կարա բերի։ Ամենաճռճռան դաշնակցությունից ավելի դաշնակցական հայտարարություններ ձեր իշխանությունն արել, ուրիշ ոչ ոք չի արել։ Դրա համար այս աղետը բերել եք դուք ու բնական է, որ դուք պիտի գնաք, որ աղետը կարողանանք դուրս գալ։ Չէ, հիմա չէ։ Լիպարի Դրմյան։ Ես ուղղակի ուզում եի մի բան արձանագրել, որ պարոն Բաբայանը, քանի որ հարցը սկսեց պարոն Բաբայանի հարցից, որ ասում եք ՀԱՊԿ-ի սառեցում անդամության դուրս գալ եւ այլն, ասենք դուք կարծում եք, որ քաղաքացիական պայմանագիրը այնքան դուխ ունի, որ կարողանա ՀԱՊԿ-ից անդամության դուրս գալու հարց բարձրացնի, կամ դուք կարծում եք ԿՊ-ն այնքան դուխ ունի, որ կարա բարդ հարցեր դնի Ռուսաստանի Դաշնության դեմ։ ԿՊ-ի օրոքա ՀԱՊԿ-ի անդամների 70 հոգանոց զորքը ուղարկվեց Ղազախստան ՀԱՊԿ-ի կազմում։ ԿՊ-ի օրոքա, որ Ռուսաստանի ցուցումով զորք ուղարկվեց Սիրիա։ Այս իշխանությունը թող հիշի, թե ում միջոցով այդպես Պարոն Խաչատրյան, խնդրեմ։ Երբ որ խոսքը վերաբերում է նրան, թե որտեղ միացնենք, բայց Անդրմյան։ Խնդրեմ, պարոն կարելի է երկու բառ մենք ասենք, հա, հնարավոր բան է դա։ Իրանց հարց։ Երբ որ մենք խոսում ենք այն մասին, թե մենք պետքա դուրս գանք այսինչ ՀԱՊԿ-ից, կմտնենք այնինչ տեղ է։ Ժողովուրդ ջան, հիշեք մի բան, աքսիոմատիկ մի բան եմ ասում, գոյություն չունի այն, ինչը մենք քննարկում ենք։ Եթե ՀԱՊԿ-ից դուրս ենք եկել, ոչ միտեղ չենք մտել, մենք լիարժեք խոցելի ենք Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Բայց չէ, վերջացնեմ նոր ժամանակը պրծախ։ Ժամանակը ավարտվեց։ Պարոն Միրզոյանի եւ պարոն Փաշոյանի միկրոֆոնները միացրեք եւ հիմա հարց է տալիս Արամ Վարդանյանը։ միացրեցիք ես։ Այո։ Պարոն Վարդանյան, ում եք ուղում ձեր հարցը։ Հարցս կուղեմ պարոն Դրմեյանին։ Կարծում եմ անվտանգության, արտաքին քաղաքականության տեսանկյունից չափազանց մեծ նշանակություն ունեն ներդրումները, այդ թվում օտարերկրյա ներդրումները։ Այդ թվում օրինակ մեր կողմից իհարկե որպես խոստում տրված նույն 300,000 նոր աշխատատեղերի ստեղծման մեջ նաև օտարերկրյա ներդրումների բաղադրիչներ լինելու, իհարկե ոչ թե ադրբեջանցիների կամ սահմանադրության փոփոխության։ Հիմա հարցադրումը որն է։ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրում հանդիսացած հեծի նկատմամբ մի հետաքրքիր պատմություն եղավ, արբիտրաժի վճիռ եղավ եւ այլն։ Պարոն Դրմեյան, կարող եք մի քանի հետաքրքիր հանգամանք ներկայացնել դեմոկրատիայի բաստիոն իշխանության վերաբերյալ։ Վերջ, այդ դուք ժամանակից եք խնդրեմ։ Ամենից շատ ժամանակ։ Վերջ, պարոն Վարդանյան, ես հարցս տվել եմ։ Ժամանակը խնդրում եմ։ Պարոն Դրմյան, ձեզ պաս են տվել, խնդրեմ։ Հանգիստ, պասերով մի ուշ կա, որ խաղում է ԿՊՆ Ադրբեջանի հետ, տեսեք։ Ինչը որ երկար ժամանակ այդ ժամանակահատվածում քննարկման առարկա էր, այսինքն դիրքորոշումը, պաշտոնական դիրքորոշումը օրենքի շրջանակում տրված, ես երիցս կարող եմ վերահաստատել ու ասել, այո, Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան, որպես իրավունքի երկիր պարտավոր է կատարել միջազգային արբիտրաժի վճիռները։ Դրանից խուսանավումը չարիք է բերել մեր երկրին, ինչու, որովհետև միլիոնավոր դոլարների ուրեմն պարտավորություն է դրվում Հայաստանի Հանրապետության վրա, այդ վճարը իրականացվում մեր բոլորի գրպանից, հարկատուների հաշվին։ Գաղտնիք չի, որ ամենաշատ արբիտրաժային վեճերը, ներդրումային արբիտրաժային վեճերը գեներացվել են հենց ԿՊ-ի իշխանության գալուց հետո։
Ընդ որում այդ բոլոր վեճերի մեջ եթե խորանաք, իսկ դրանք հասանելի նյութեր են, տեղի են ունեցել այն ժամանակ, երբ գործող իշխանությունը ուղղակիորեն էքսպրոպրիացիա է ենթարկել ներդրողի գույքը։ Հեծը դրա բացառությունը չէ։ Հիմա չէ, պարոն Միրզոյան, 3 րոպե շրջանակում։ Ասելա հանել եք։ Տենց է եղել։ Ասելա հանել եք։ Գրավորել է ասել։ Պարոն Միրզոյան, հանդստացեք, Ես հակադարձ։ Պարոն Միրզոյան, մի վարքյան։ Ես հակադարձ Պարոն Վարդևանյան։ ժամանակ ունենաք։ Շնորհակալ եմ։ Իդեպ նաև շատ հետաքրքիր էր, որ այդ ամենը տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանը պարզապես Պարոն Վարդևանյան, ներողություն, թեման հիշեցնում եմ, անվտանգություն եւ խաղաղություն։ Գիտեմ, որ կարող եք կապել դա դրա հետ, բայց ըստ էության կարծում եմ օտարերկրյա ներդրումների, տնտեսական միջավայրի եւ հասարակության ներսում համախմբվածության արկայությունը դա պարտադիր պայմաններ են թե արտաքին քաղաքականության թե անվտանգության համար։ Միաժամանակ ուզում եմ ինչը նաեւ հատուկ ընդգծել, որ այդ բոլոր դեպքերը տեղի են ունեցել այն ժամանակահատվածում, երբ այս մարդիկ խոսում են Հայաստանում իբր ժողովրդավարության մասին։ Դուք հասկանում եք, այսինքն նույնիսկ գույքի ապօրինի էքսպրոպրիացիայի մակարդակին եք հասել, արբիտրաժ անտեսելու մակարդակին եք հասել, ու մի հատ էլ դուք խոսում եք իբր անկեղծության մասին։ Պարոն ձեր հետքը եւ ընդհանուր քննարկում։ Սա խնդիր է նա, որ լավ կլիներ դա զուտ փաստաբանական խնդիր չէ։ Դուք գիտեք 175 միլիոն է անջատ էլի, ինչ անդադ մեջ անդադ մեջ անգամ։ Մեր շնորհիվ մեզ եք ընտրել։ Հեծի մասին։ Ես երբեք ձեզ Լավ, եթե հեծի մասին է քննարկումը, ավարտվեց քննարկումը։ Հիմա Չէ զարմանալի բանայք, մի րոպե, Մենք բան ձեզ զգուշացրել էինք հաղորդման Վարդևանյան, Մենք ձեզ զգուշացրել էինք հաղորդման մեկնարկին, որ քննարկում ենք անվտանգություն եւ խաղաղություն։ Չէ, Հիմա Արտակ Փայտյանը իր հարցը կտա։ Այսինքն իրանց ինչ կարելի է խոսալ, ես չեմ կարող արձագանքել։ լրություն, մենք ձեզ զգուշացրել ենք, լրություն, պարոն Միրզոյան, վերջ, խնդրեմ, ձեր հարցը ուղղեք։ Պարոն Փայտյանի 30 վայրկյան էկրաններին։ Շնորհակալություն։ Անվտանգությունը ոչ միայն դիվանագիտական ճանապարհներով է, այլ նաև ֆիզիկական։ 30 վայրկյան էկրաններին պարոն Փայտյանի հարցի համար խնդրում եմ։ Արդյոք հիմա ունենք հասարակությունը, որը պայքարելու պատրաստ է եւ ինչի չի իրականացվում բնակչության պատրաստություն, համապարփակ անվտանգություն։ Ում է հարց ուղղված։ Պարոն Միրզոյանի։ Խնդրեմ, պարոն Միրզոյան։ Իհարկե անվտանգությունը առաջին հերթին դիվանագիտությունն է մեր համար եւ անվտանգության ապահովման գործառույթը հիմնական դիվանագիտական ճանապարհով եւ դիվանագիտական ծառայության վրա է դրված, բայց սա չի նշանակում եւ իհարկե բոլորիս հայտնի է, որ եթե ուզում ես լինել ապահով, բացի դիվանագիտական միջոցներից, ձեռք առնող միջոցներից, պետք է նաև որոշակի սպառազինություն կտակես, բանակը վերազինես, բանակի, չգիտեմ, կառավարումը նորարդիականացնես եւ այլ։ Եվ շատ հետաքրքիր է, այս որտեվ այս հաղորդման սկզբներում էլ այս թեման շոշափվեց, այս հնարավորություն չունեցա արձագանքել։ Հետաքրքրաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանական ծախսերը բյուջեն տարեկան, վերջի 4 տարվա տվյալ եմ ասում, 500 միլիարդ դրամից ավել է, տարեկան, սա գիտեք ինչ է, սա կրկնակի ավել է, ասենք օրինակ 2018 թվականի մի տարվանը 2018 թվականի բյուջեից։ Եվ միայն վերջին 3 տարվա ուրեմն հանրագումարը 5.5 անգամ, հələ լսեք այս տիպը, 5.5 անգամ ավել է 1998-2018 թվականների այդ 20-ամյակից 5.5 անգամ 3 տարին հասկանում եք։ Հետևաբար եւ այն օրն էլ մեր ժողովուրդը տեսավ, թե դա մի մասը ինչի վրա է ծախսվում։ Մի հատ էլ ցուցանիշ ասեմ։ Բանին ասում էիք մի քիչ առաջ մեկ ասեց մենակ սպառազինություններ չի որ ցույց տվեք։ Վազգեն Սարգսյանի վարժանում այս տարի պատմական ռեկորդային դիմումների թիվը 200 դիմորդ է եղել։ 3 րոպե արձագանքման առաջնահերթությունը պարոն Փայտյանինն է։ Իհարկե 1998 թվականին, երբ ես դասակի հրամանատար էի, ստանում էի 28000 դրամ։ Հիմա դասակի հրամանատարը 300,000 դրամ է ստանում, բայց նույն կարիքներն է կարողանում հոգա։ Այսինքն ինչի մասին դուք որ խոսում եք, դա ինֆլյացիայի արդյունք է նաև։ Այն ժամանակվա գնողունակությունը եւ հիմիկվա ընդհանրապես տարբերվում են իրարից։
Քրիստինե Տիկին Վարդանյան։ Վարդանյան, խնդրեմ։ Որպեսզի անվտանգություն կարողանանք ապահովել, պիտի ֆիքսենք որտեղից է գալիս սպառնալիքը։ Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ գրած է, որ սպառնալիք են ներկայացնում Թուրքիան ու Ադրբեջանը։ Մենք էլ ենք այդպես կարծում։ Այս մարդիկ անդադ խոսում են հիբրիդային սպառնալիքների մասին, ու ինքնիշխանության մակարդակը այնքան է, որ թույլ չի տալիս նշել։ Ես ձեզ հարցնում եմ, այդ որտեղից է գալիս։ Այդ ինչքան ինքնիշխան եք, որ սպառնալիքը չեք նշում։ Եվ պարզ հարց կա. Ադրբեջանն ու Թուրքիան մեր համար սպառնալիք են, թե չէ։ Կարեք այդ նախադասությունը ասեք, կամ ասեք, որ սպառնալիք չեն, ինչով եք կաշկանդված։ Բնականաբար աշխարհի բոլոր երկրներն կարան լինեն Հայաստանի Հանրապետության սպառնալիք Այսինքն բոլոր երկրներն մեր համար սպառնալիք են։ Ցեղասպանած երկիրը մեզ ու բոլոր երկրները նույնն է։ Մոտիկ, լսեք, հələ դաժե եթե վերանանք Հայաստանից, վերցնենք X երկիր, իր համար առաջնային սպառնալիք։ Լսեք մի վարքան, այդ ցավը Տիկին Վարդանյան, հարց որ տալիս եք, թույլ տվեք պատասխան։ Նախ այնքան ծաղրելու տեղ դուք ունեք, նորմալ։ Տիկին Վարդանյան, թույլ տվեք պատասխան։ Հարցի պատասխանով հետաքրքրված եք, ցանկացած երկրի համար տեսական անգամ մակարդակում ամենամեծ սպառնալիքը կարան լինեն իր անմիջական հարևանները։ Ներկայիս սպառազինությունների հետ հերահար հարվածների դեպքում սպառնալիք կարան լինեն նույնիսկ աշխարհի ամենահեռու անկյուններում գտնվող։ Այդ կարան լինեն ռազմական սպառնալիք։ Չէ, որն է Հայաստանի սպառնալիքը, որտեղից է գալիս Թուրքիան եւ Ադրբեջանի սպառնալիքը, թե ոչ։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ չունի կարգավորված հարաբերություն, հետեւաբար բնականաբար այդտեղից կարագա սպառնալիք։ Կարագա չէ, սպառնալիք են թե ոչ, կարագա Ռուանդայից։ Ուզում եք անկեղծ ասեմ, ամենամեծ սպառնալիքը դուք եք եւ ձեր Ռոբերտ Քոչարյանը։ Թուրքիան եւ Ադրբեջանը սպառնալիք։ Տիկին Վարդանյան, հերիքա, լսեք։ Մի րոպե հիմա ներողություն։ Պարոն Սաֆարյանը, Տիկին Վարդանյան, պարոն Սաֆարյանը, պարոն Խաչատրյանը եւ պարոն Բաղդասարյանը, ովքեր վաղուց չեն խոսել։ Խնդրեմ։ Իշխանության ներկայացուցիչը ասաց, որ մենք անընդհատ գնացել ենք 30 տարի մի ուղղությամբ եւ եկել ենք անդունդի եզրին ենք կանգնել։ Բայց կային ուժեր, որ ձեզ ասում էին գնում եք անդունդի եզր, կանգնեք։ Մենք ձեզ 100 անգամ ասեցինք, այո, սովետական Հայաստանի հաջորդությունը տանում է անդունդ, Արցախը Հայաստանից անջատելը տանում է անդունդ, Արցախը առանձին, Հայաստանը առանձին հայացակարգը տանում է անդունդ, վերջում եկանք հասանք անդունդի եզրին եւ ասում ենք վայ եկանք հասանք մենք ձեզ զգուշացնում ենք որ Ռուսաստանը Արցախում հրահրելու է պատերազմ դրան անգամ անուն էինք դրել Արցախի աբխազացում ասում ենք որ հանձնելու են Արցախը ձեզ տալիս ենք մեխանիզմներ դրա դեմը առնելու տալիս ենք մեխանիզմներ Եվ դուք մի անգամ չկանչեցիք մեզանից որևիցե մեկին, ասեիք լավ, ձեր մեխանիզմը սխալ է, որովհետև։ Պարոն Սաֆարյան, այս սա շատ լավ կհնչեր եւ տեղին կլիներ, եթե այդ ամենի վերջում չասեիք, մենք պետքա գնանք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի եւ 300,000 իրավարար վճիռը եւ իրավական փաստաթուղթ։ Իսկ ինչ անենք, գնանք Շատ կարճ արձագանք եմ։ Գնանք այն Ստալինյան քարտեզի հետևից, որ ձեր կրծքին է կպցված։ Տոտալիտար սովետական միության, որ փաթաթեցին մեր վզին, որի պարագայում դուք եք զոհում, այսօր այդ քարտեզը օղակի մեջ է։ Շունիկ է այսօր, օղակի մեջ է։ Ղեկավարն է, որ խոսլա Եվ նախ շունիկ են մտնելու, մեր ու մանուկով։ Պարոն Սաֆարյանի միկրոֆոնը անջատում ենք։ Պարոն Խաչատրյանն է խոսում հիմա։ Շատ լավ, ես կաշխատեմ